Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ ու բռնության հետքեր։ Այս մասին News.am-ին հայտնել են քննչական կոմիտեից։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ այսօր ժամը 10:40-ի սահմաններում ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Իսկ մենք հավելենք նաև, որ մայիսի 4-ի առավոտից որոնվում է 2-ամյա Տիգրանը։ Ծնողները, ընտանիքի անդամներն ու հանրությունը ամենօրյա ռեժիմով աղոթում էին ու սպասում Տիգրանի վերադարձին։ Օրեր առաջ էլ համացանցում տարածվեցին մի քանի լուսանկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես են Տիգրանի ծնողները աղոթում Տիգրանին գտնելու համար։ Եվ Տիգրանի ծնողները արցունքն աչքերին աղոթք էին կարդում ու սպասում, որ իրենց փոքրիկ որդին շատ շուտով կգտնվի։ Լուսանկարները մեծ հուզականություն են առաջացրել բոլոր դիտողների մոտ։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հավելենք նաև, որ այսօր մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր փրկարար ծառայությունից և ոստիկանությունից։ Անդրադառնալով ահազանգին, որ զանգել էին երեխայի լացի ձայնն էին միացրել ու անջատել, Լուրեր.am-ի հետ զրույցում ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել է, որ ահազանգողի ինքնությունը ճշտվել է, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Լրատվամիջոցների հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել ու տարել։ Հարցին ունեն թշնամիներ, որին կարող են կասկածել, նա բացասական պատասխան էր տվել, ընդգծելով, որ ոչ մի թշնամի էլ չունի, մարդ էլ չկա, որ կկարողանա կասկածել։ Ոնց կարող էր այդ երեխան մոտ 20 րոպե ժամանակահատվածում էնպես անհետանալ, որ թեկուզ մի հոգի չտեսներ նրան։ Հարց է տալիս Տիգրանի հայրն ու այդպես էլ պատասխանը չի գտնում։ Հավելենք, որ քննչական կոմիտեն 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը։ Մարմարիկ գյուղում արդեն 7 օր է շարունակվում են 2-ամյա Տիգրանի որոնումները։ Դրանք առավելապես կենտրոնացած են գետում, սակայն դեռևս արդյունք չեն տվել։ Օրեր առաջ Մարմարիկ գետի հոսքը կանգնեցվեց, այնուհետև հատուկ նավակներ իջեցվեցին ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար։ ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքները մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ, սակայն դեռևս ապարդյուն, փոքրիկը կարծես գետնի տակ է անցել, որևէ հետք փրկարարները չեն գտնում։ Մարմարիկ խոշորացված համայնքից բնակիչներից հրապարակին պատմել են, որ գյուղում տարիներ շարունակ անտեր վիճակ է եղել։ Գետը, որի ափին մարդիկ ապրում են, անգամ չունի ցանկապատ, իսկ պատ կառուցելու մասին մարդիկ անգամ չեն էլ կարող երազել։ Տեղացիները դժգոհում են, ասելով, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ ուշադրություն լիներ գյուղի նկատմամբ, այժմ գետն ընկնելու վարկածը չէր էլ լինի։ Հրապարակը Մարմարիկի վարչական ղեկավար Արթուր Քարամյանին հարցրել է, թե ինչու գետը նվազագույն ցանկապատված չէ և ում թերացումն է սա։ Վարչական ղեկավարը զարմացած տոնով ասել է, որ ոչնչից տեղյակ չէ և այժմ խիստ զբաղված է և չի կարող այդ հարցերին անդրադառնալ։ Տպավորություն էր, թե այդ հարցը շատ անկարևոր հարց է, իսկ վաղը չկա հավանականություն, որ մեկ այլ երեխա կարող է գետն ընկնել տարրական պայմանների բացակայության արդյունքում։ Կոտայքի մարզպետարանից ևս հետաքրքրվեցինք, ինչու մարզպետարանը հետամուտ չի լինում այս հարցերում, ով պետք է վերահսկի նման դեպքերը։ Մարզպետարանից մեզ հետ զրույցում վստահեցրին, որ երկուշաբթի օրը կճշտեն և կասեն, թե կոնկրետ որ կառույցը պետք է նման հարցերով զբաղվի, սակայն մեր զրուցակիցը ակնարկեց, որ Մարմարիկը Ծաղկաձոր խոշորացված համայնքին է պատկանում, ուստի Ծաղկաձորի համայնքապետը պետք է նման հարցերով զբաղվի։ Հրապարակի հետ զրույցում նշել էր զրուցակիցը։
Այո, հարկ է նշել նաև, որ ողջ համացանցը ողողված է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքներից կադրերով։ Դեպքի առիթով էլ վարկածները չափազանց շատ են, սակայն հորդորում ենք սպասել վերջնական գործի ավարտին։ Մեզ մնում է հավելել նաև, որ հայ աստղերից շատերն անդրադարձել են թեմային ու իրենց անկեղծ կարծիքը հայտնել, անհանգստանալով փոքրիկ Տիգրանի մասին։ Լրագրող Անի Քոչարն ինստագրամյան հարթակում նոր գրառում է արել անդրադառնալով Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանի դեպքին եւ դրա շուրջ առաջացած մեծ աղմուկին։ Անին գրել է հետեւյալը. «Մանկության տարիներին ես 2 անգամ կորել եմ։ Առաջին անգամ նախադպրոցական տարիքում, Ռուսաստանում ծնողներիս հետ շրջագայելիս։ Գնացքով մի քաղաքից մյուսը գնալիս, կանգառի ժամանակ հայրս իջնում է գնացքից եւ ես հետևից վազում եմ։ Մայրս կարծում է հասել եմ հորս, նրա հետ եմ, հայրս հանգիստ է, որ մորս հետ եմ։ Ես հայրիկիս չեմ գտնում եւ երբ լսում եմ, որ գնացքը պատրաստվում է շարժվել, իսկույն վեր եմ բարձրանում, մտնում գնացքը, երբ ծնողներս իրենց կորցրած արդեն ինձ էին փնտրում։ Մի անգամ էլ տոնավաճառում, դժվարին 90-ականներին, հստակ թիվը չեմ էլ հիշում, մայրիկիս կողքից մի պահ հետ եմ մնում։ Կողքերս նայելով անուշադիր ու մայրիկիս կողքով չեմ քայլում։ Բռնում եմ այդ կնոջ ձեռքն ու այդ պահին է հասկանում, որ կորել եմ։ Ինձ տանում են տոնավաճառի ռադիոհանգույց եւ հայտարարում, որ երեխա է կորել։ Դե մայրս էլ ինձ էր փնտրում։ Շատ անգամներ է եղել նաեւ, որ ես չարաճճի, ինքնագլուխ, անվախ ու արկածախնդիր երեխաս, պատանիս, երեխաների հետ բակում խաղալիս թռել եմ ու գնացել ձորը։ Մենք ապրում էինք Հրազդան գետից Երևանյան լճից հոսող գետին մոտ եւ հաճախ էինք իջնում ձոր Ազնվամորի ցոգոլ ուտելու, վարարած գետը քարեր նետելու։ Ինչու եմ այս ամենը պատմում։ Այն պարզ պատճառով, որ բոլոր այս դեպքերում ինձ հետ կարող էր մի փորձանք պատահել, մի դիպված լինել, որ կպատուհասեր ինձ ու ընտանիքիս։ Բարեբախտաբար ամեն բան անվտանգ ու անհետևանք է անցել, բայց դեպքերը տարբեր են։ Կորած բալիկի եւ մյուս դեպքերով էլ մշտապես մեղադրում են ծնողներին։ Պատկերացնում եմ, թե դա որքան է նրանց ցավեցնում։ Կուզեի մեղավոր ու անմեղ չորոշենք եւ միայն աղոթենք փոքրիկի համար։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս դժբախտության ֆոնին ինքնագովազդվում, ինքնադրսևորվում եւ ինքնահաստատվում են, պարզապես զազրելի են։ Ով չալարեց իրեն ցուցադրեց այս թեմայով, բայց այն, որ հեչ տեղն ու ժամանակը չէ։ Լռելը երբեմն գանձ է։ Այս աղմուկը որևէ բանի չի նպաստում եւ ոչ էլ օգուտ է տալիս։ Իհարկե չհաշված որոշ շարլատանների ինքնագովազդը։ Աստված սիրեք, լռեք ու աղոթեք եւ թողեք իրավասուներին իրենց գործն անել։ Իսկ եթե ցանկանում եք օգնել եւ ինքներդ էլ փնտրել, օգնել արեք դա լուռ ու առանց շոուների։ Մարդկանց դժբախտության վրա եւ համընդհանուր հույզերի ալիքի վրա մի խաղացեք։ Միշտ աղոթեք ձեր երեխաների համար, միշտ ուրախ ու տխուր օրերին։ Գրել էր Անի Քոչարը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Մենք հետամուտ ենք լինելու փոքրիկ Տիգրանի դեպքին եւ ձեզ առաջինն ենք տեղեկացնելու բոլոր մանրամասները։